Իսկ Զրակոց գյուղի ծայրամասերում մարդիկ ասում են, որ տարիներ շարունակ խաբում են ասֆալտապատում։ Երեք բերել ենք հերած ասֆալտներ են լցրել։ Մենք այդ տեսանյութը դրել ենք մեր էջերում, Facebook-յան, Մայր Հայաստանի էջերում, ու հիմա Վայնասունը բարձրացել է քաղաքացիական պայմանագրի թվական արտիստի Բեխակյանի մոտ, իրենց ամբողջս էլիտայի մոտ, որ խաբել են մարդկանց, մենք դա ցույց ենք տվել, հիմա այս մարդիկ քերած ասֆալտներ ուրիշ տեղից քերում են, բերում են լցնում են ձեր փողոցները, ընտրությունների նախաշեմին, ու ասում են, որ դուրս են անում, սուտ են ասում, հիմա Մեխակյան, Ավինյան տանդեմն է, իրանց անունը այսպես կարելի է դնել, իրանք դրանից շատ փող են էլի տեսնում դրա մեջ, քերենք, վերենք լցնեն, բայց մոռացեք, որ նոր որակի ասֆալտ կանեն։ Այս մարդիկ եկել են փող աշխատելու համար։ Հիմա ձեր մասնակցությամբ դուք շանս ունեք, երևանցիները չօգտագործեցին այս շանսը, քիչ մասնակցության արդյունքում 9% ձայն հավաքեց քաղաքացիական պայմանագիրը եւ օգնության ասավ Արամ Զավենի Սարգսյանը։ Հիմա այս նույն մարդիկ այդ ասֆալտչիկները, այդ ասֆալտի մեջ շատ փող տեսնողները եկել են ստեղ մասնակցել, որ ձեզ նորից խաբեն։ Հիմա Մայր Հայաստանը մասնակցելով չի թողնելու, որ իրականանա իրենց երազանքը, այդ շատ փող իրենց երազելու ամնալու, շատ կոռուպցիայով զբաղվել ու շատ փող հավաքել, շատ դաշտներ ու արտերկրում տներ գնել։ Հիմա ձեր մասնակցությունը շատ կլինի ու կարողանանք այս մարդկանց դեմն առնել, ակտիվ մասնակցել, ձեր ձայնը տվեք Մայր Հայաստանին, ոչ մի պարագայում քպական արգիշտի Մեխակյանին եւ Արամ Զավենի Սարգսյանի հանրապետություն ֆեյք կուսակցությանը ձայն չտա։ Այս մարդիկ գալու են ձեր կյանքը դարձնել դժոխք, թանկացումներ բերեն, վատ կառավարում բերեն, այդ ուժուր խմբակի համար ապագան էլ ավելի դառնա։ Հիմա այդ ապագան բերելու են վաղաշաբաթում իրենց փոքր խմբակի համար բարելավելու համար։ Շատ մասնակցեք ձեր ձայնը տվեք Մայր Հայաստանի, որ կարողանանք այս մարդկանց դեմն առնել, որ իշխանություն չձևավորել։ Շնորհակալ եմ։